Պարոն Թադևոսյան, բարև ձեզ։ Մեզ հայտնի դարձավ, որ 3 Մոսկվայից ուղիղ չվերթով Հայաստան են վերադարձել մեր հայրենակիցները, բայց հայտնի չէ ովքեր են եղել նրանք եւ քանի հայ է վերադարձել Երևան։ Դուք նրանց մեջ չեք։ Չէ, ես ստերողություն ամենավերջին եմ վերադառնալու։ Իսկ ինչ վերաբերում այդ չվերթներին, այսօր իմացանք, որ առավոտ 11-ին շուտ չվերթ է եղել, բայց այդ հաստատ մեծ ծավալի պասաժիրների մասին չի խոսքը, որովհետև մեծ ծավալով պասաժիրներ գալու են այսօր երեկոյան ռեյսով։ Այսօր երեկոյան ժամը 19:00-ին, այո, Երևան, Օման, Երևան չվերթ կա։ Հա, այդ գիտենք, որովհետև դրա լուրերը շատ է տարածված ու տենց ընդհանուր չաթերում բան գրվում են, որ թռնել են դրանով, իսկ 11-ի մասին բոլորը առավոտ են իմացել, 11-ի ռեյսից։ Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը տարածել է, որ կարող եք օգտվել մեր ծառայություններից, մեր աջակցությունից եւ անվճար փաստորեն բոլոր վայրերից տեղափոխում են Մասկատ եւ այնտեղից տեղափոխվում են Երևան։ Հիմա մեզ նաեւ տեղեկություններ փոխանցվեցին, նաեւ բլոգերներն էին ուղիղ եթեր մտել եւ հայտնում էին, որ 900 եվրոից մինչեւ $1300 տոմսեր արժեն։ Ես փորձեցի տեղեկություն անձամբ ստուգել եւ այո 492,000 դրամ արժեր Fly One-ի տոմսերը։ Փաստորեն ձեր առաջարկը ուժի մեջ չի եւ ձեր առաջարկը ձեզ հետ չքննարկվեց մինչեւ վերջ եւ պետությունը պատրաստ եղավ իր պետության քաղաքացիների համար, իր անվտանգության համար որոշակիորեն սուբսիդավորի այդ ուղևորները։ Դուք ջանայք այստեղ մի հատ կարևոր հանգամանք կա։ Այն ինչ որ ես էի առաջարկում ու ուզում էի իրականացնենք, այդ կոմերցիոն ոչ մի բան չկար դրա մեջ։ Այսինքն մենք ուզում էինք ռեյս դնենք, մենք ինքներս կեսով սուբսիդավորենք, ինչ որ չափով սուբսիդավորել պետությունը, այն չտակմենար ու խնդրեինք մեր ստեղի ժողովրդին, ասենք $400-500 վճարեին ու հասնենք մարդկանց Երևան։ Իսկ այն ինչ որ հիմա իրենք են անում, այդ կոմերցիոն նպատակներով է հետապնդված, որ ավելի պարզ լինի, եթե բորտը իր ամեն ինչով բոլոր ծախսերով ու հարկերով արժի մոտավորապես այսպես դրությամբ 185,000 եվրոյով, 180 հոգի է տեղավորվում, եթե 180 անգամ 1400 է կանում, այնտեղ ստացվում մոտավորապես $300,000։ Մարդիկ պրոստը փող են աշխատում, այս ռոճը դժբախտության վրա, այդքան բան, մարդիկ ռեյսից $120,000 թող են աշխատում։ Fly One ընկերությունն է այսօրվա չվերթ իրականացնող կազմակերպությունը։ Դուք երեք ասում եք, որ մի քանի ավիաընկերության հետ բանակցությունների մեջ եք, որպեսզի հասկանաք ով ավելի մատչելի գնով կառաջարկի եւ կարծեմ $220,000 էր եղել այն գինը, որին դուք համաձայնել եք, եթե պայմանով Հայաստանի կառավարությունը համաձայներ սուբսիդավորել։ Այո, $220,000 էր, այդ մոտավորապես անում է €200,000, եթե իրենք հիմա եվրոյով են, էլի բնակ պետք է արժերը հաշվարկում, որից մենք պատրաստ էինք մոտավորապես 80,000 սուբսիդավորելու, մի այդքան էլ որ պետությունը սուբսիդավորել, այնտեղ տակը կմնար $200 էլի ամեն տոմսը։ Ստացվեց հիմա 4 բիզնես են անում, այսինքն են $100 տոմսերը, որոնք Այդ կլասիկա է, դասակնա, այն որ երբ որ մարդիկ անելանելի վիճակում են, իրանց առաջարկում են, ինչ որ իրանք ուզում են, որը շատ լայն տարածում ունի, ուղղակի գինը դնում է 600-700% մարժը։ Բայց նույնիսկ այդ դեպքում տոմսերը չեն իրացվել, հասկանում եք, մարդիկ տագնապի մեջ ապրում են, 500 հոգի առնվազն հիմա, կարծեմ դուք ասացիք, չէ, շուրջ 500 հոգի մենք ունենք, որ սպասում է Երևան վերադարձին։ Հիմա առաջին չվերթը պիտի այսօր լինի եւ այդ չվերթի տոմսերը դեռ վաճառքի են ու դեռ ամբողջը չի իրացվել, որովհետեւ 492,000 ամեն մեկը ի վիճակի չի եւ հետո մարդիկ պարզա չէ հանգստի չէին գնացել գումարը պահել իրենց գրպանում։ Այսինքն պիտի ինչա հեռախոսով on-line վարկեր վերցնա, որ կարողանան փրկվել եւ վերադառնալ հայրենիք։ Դե հա, էլ եմ ասում, դասական բիզնես իրավիճակ կա, չարչի բիզնեսը, պատասխանատվություն ունեցող բիզնեսը կամ սոցիալական պատասխանատվություն զգացող բիզնեսը, իրենք կյանքում սես չի պահում։ Հակառակը այդ ավելի իմիջային լուրջ խնդիրներ կարային իրանք լուծեին, այսպես ինչ չեմ հիշում, կամ իմացածով հայտնի գործարարը չէ Fly One։ Fly One-ը, այո, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է, որը ավիաընկերությունն է, եթե չեմ սխալվում, իրանք են ու պարզապես ամոթ է, որ այս պահին բիզնեսը մտածում է այս պահին $120,000 չի փող աշխատի, իրենք կարային ուղղակի 4 հատ ռեյս դնեին անվճար տեղափոխեին, ու եթե այնց գովազդային արժավ լիներ իրանց համար, որ իրանք հավատացել $400,000 է չեն ստանա այնց գովազդային արժավ։ Ես ճիշտ եմ երկարաժամկետում նայելու դեպքում ուղղակի հարթած իրավիճակն է, թե մարդկային, թե բարոյական, թե բիզնես տեսանկյունից։ Ձեզ ճիշտ եմ հասկանում, ձեզ հետ զրույցը քննարկումը արտգործ փոխնախարար
փոխնախարարի հետ։ Փաստորեն ձեր միջև երկխոսությունը այդպես էլ շարունակություն չի ունեցել եւ ձեր առաջարկը չի դրվել քննարկման սեղանին, որովհետեւ քիչ առաջ ԱԳՆ-ի խոսնակը ինձ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները։ Իհարկե ես նրան տեղեկացրի, որ եղել է մանրամասն զրույց քննարկում, ասաց, որ այդպիսի բան իրեն հայտնի չէ։ Հիմա դուք ինչ եք կար հայտնի չեն, իրեն հայտնի չեն ու հետքել եմ ինչ այլ են, բայց ես կարամ իրեն հայտնիացնեմ ու յուրաքանչյուրին ով ուզում է, որովհետև այդ եղել է բաց կապով, այսքան բոլոր սկրինները կան, ներեցեք որ փոխնախարարի հետ ոչ մի խնդիր։ Ես բան չեմ ուզում անունը ասել, որովհետև հիմա մարդը կարող է ընդհանրապես տաղմինչից դեպքի։ Դե պարզ է, որ արտգործ փոխնախարարը ինքնագործունեություն չի ծավալել, բայց ստացվում է, որ իշխանությունը հակված է եղել ոչ թե մարդկանց անվտանգ տեղափոխելու եւ հապճեպ քայլեր ձեռնարկելու, այլ երևի թե ավելի շատ փող աշխատելու ուղղությամբ ինչ-որ մեկի, որը իշխանական падգամավոր է։ Ես նույնիսկ մեր զրույցի ընթացքում ասել եմ, որ ինձ հենց այս պահին ում հետ որ մենք բանակցում ենք, ասում են, որ նաեւ ձեր արտգործնախարարությունն է բանակցում, ավտոմատ նենցիկացա ստեղծում, որ աուկցիոն է ստացվում, իսկ մենք իրենց ասում ենք մեզ էժան տվեք, ասենք խոսքի 150,000 կամ 160,000, իրանք ասում են դեր արտգործնախարարությունը պատրաստ է ապետին տալու, ես իրենց զուշացրեցի, որ հիմա զուգահեռվում է մեր բանակցությունները, կամ եկեք միասին ինչ արկատով հանդես գան, կամ եկեք ես դուրս գամ, կամ դուք դուրս եկեք բանակցություններից, որ աուկցիոն ստացվում, չխաղան այդ որովհետեւ չարչիները տամեն ինչի վրա, բան չեղավ, սանց արտականք եղավ, որտեղ մենք շոտոքի նախարարություն ենք, մենք ավելի լավ կբանակցենք, բանակցենք, օքեյ։ Իսկ ինչը վերաբերում է ապարտված։ Իսկ բանակցել ինչի համար։ Մի քիչ առաջ ինձ բանը ռեժ դնելու։ Չէ, բանակցել ինչի համար, որ $1,500 տոմս վաճառեն, այսինքն բիզնես անելու բանակցել։ Այդ абսուրդ է։ Ես ամսի 1-ին ժամը 11:57 մեր զրույցում ասել եմ, որ ես անդրով մենակ եմ ուժերով պատրաստ եմ դուրս բերելու մարդկանց։ Դուք ուղղակի հայտարարեք ձեր կողմից կամ չգիտեմ սուբսիդավորեք կամ եթե դաժե չեք էլ սուբսիդավորում են էլ անիծած մենք դուրս կբերենք։ Դե այնքան վստահեցին, որ չէ նորմալ ամեն ինչ բան է, վաղը կհայտարարենք ինչա ոնց է։ Եթե պետք է հայտարարեին ինչ որ մի ընկերության ուղղորդին այդ ընկերություն բոլոր մարդկանց ովքեր որ $1,500 բերքատային տոմս առեն, այս ստացվում է այս բան արտգործնախարարությունը աշխատում այդ ընկերության մեջ մոտ որպես գործակալ, որը վաճառում է այդ մարդկանց տոմսերը։ Դե այդպես է ստացվում։ Որտեւ դեսպանությունը ինքը հաղորդագրություն է տարածել հեռախոսահամարներ թողնելով։ Էլի абսուրդ։ Հիմա նե Գնացեք ձեռք բերեք թանկ տոմսեր։ Մեր հայերը կարող է $1,500 չունեն, բայց $600 ունեն Թիֆլիս դառնելու համար ընդեղից գնան Երևան։ Տեղափոխում եք Դուբայից կամ Աբուդաբից, եթե տեղափոխում եք Մասկատ, Օման։ Բոլորին տեղափոխեք, ինչա նշանակում, եթե դու Flyone-ի տոմս ունես, այսինքն կամ Flyone-ը փող է տվել, ասել է ես այդ մարդես փողը կտամ դու այնքան $1,500 տան, իսկ եթե մի 30-40 է, էլի օքեյ։ Տեղափոխել անվճար է, դու ձեր կողմից հայտարարեք, ամեն չեմ հասկանում։ Կառավարության կողմից այս շահագրգռվածությունը, մյուս կողմից անպատասխանատու վարքագիծը ձեզ համար հասկանալի է։ Մի կողմից շահագրգռվածություն կա, որ այդ ընկերության միջոցով կան մարդիկ Հայաստան, բայց տեղեկություն կա, որ նաև Թուրքիայով հնարավորություններ կան վերադարձի։ Ստամբուլ, ես sense ասեմ, ես որ դուք դնեք, չեմ կուզեմ որ բոլորը լսեն, նայեք այդ $1,400 կարեք չտակ։ Ժողովուրդ, եթե դուք ուզում եք գնաք Մասկատ ու Մասկատից թռիչք անեք, կա Թիֆլիս ռեյս, կա Ստամբուլ ռեյս։ Ստամբուլի ռեյսը արժի $250 հոգի։ Ստամբուլից Երևան ռեյսը արժի մոտավորապես $150, այսինքն $400 պրիչում նույն ժամանակում դուք կարաք հասնել Երևան։ Այս բան այն ինչ որ անում են այդ չարչիները Просто այս հայ տեսակը էլի տեսակը համար էլ այս օրինակ իսկ հայ տեսակը մի կողմ, բայց գոյությունի պետություն եւ պետության պատասխանատվություն։ Բիզնեսմենը ինչ է անում, այդ կարևոր չի, բայց ինչ է անում պետությունը իր պատասխանատվության շրջանակներում։ Եվ ինչու է դեսպանատունը ֆունկցիան ասեմ, ես ոնց տենում եմ ինչով զբաղված մեր պետության Այս պահին այդ չեմ վերաշկի մոտում, կուլտուրուզը մոտում, շահվում են ինչ-որ տենց Եվ գերթանք տոմսեր են վաճառում։ Ոչ մի խնդիր չկա, ու թանկով տոմսեր են ծախում։ Ընդհանուր էլ ապրում են նույնպես։ Իսկ ձեր կարծիքով այն մարդիկ ում հետ դուք շփվում եք, ասացիք որ 10 ընտանիքներ ձեզ հետ տեղափոխել եք Մասկատ։ Էլի շատ մարդ է Նրանք այս պահին ավելացել են։ Այդ մարդիկ պատրաստվում են այդ 1,500-ը մինչև $1,500 վճարել եւ վերադառնալ Երևան Flyone ընկերության միջոցով։ Դե չէ, իհարկե ոչ, մարդկային հնարավորություն չկա։ Մենք հիմա որոշել ենք, եթե վաղը այսօր ժամը 5-ին, նո խնդիր կա, որ առավոտ 5-ին կարող է բացվեն, էլի։ Եթե բացվեն, մենք
մենք ստերս կտրվենք, եթե չէ մենք տեղափոխվենք Օման ու կամ Ստամբուլ կամ Թիֆլիս այսօր։ Ես ըստ տեղեկացնեմ, որ Fly One ընկերությունն այ վաղն է այդ գներով տոմսեր դրել վաճառքի 492,000 դրամ մեզ ասացի։ Ես ասեմ, ես կարող իրանց սահմանը տեսպայի տոմսեր առնեմ ու բոլորին թրցնեմ, բայց ամոթ իրանց ու ամոթ մեծ պետության որ թույլատալի թույլ տվեց sense մի բան ալնի այս չայրի դոկին հասկացանք Դուբայում բայց մարդիկ իրականում այս բան փող չկա դեպները եկել են հանգում եկել ինչ որ վարկա եկել է չգիտեմ ամուսնության եկել են այստեղ ոնց ներամիս հասկացնելու հետ գնալու են մեկը մեծ ընտանիքով եկել են չհանգստանալու ինքը իրականում դες թանկ չի էլի այդ ամեն ինչը չի նշանակում որ պետք է բռնել ու քերել մարդոց վերջի ունեցած Իսկ եթե այդուհանդերձ այդ էլ չունենան այդ գումարն էլ չունենան վերադարձ ինչ պիտի անեն մեր հայրենակիցները ինչպես հասկացա նրանց անվճար վերադարձի մասին առհասարակ խոսք ու զրույց չկա Չէ, ինչ մասնա խոսքը։ Միակ վերսանելի եմ ասում, իմաստս տարբերակն է, որ սուբսիդավոր են, մենք էլ տոկնենք, մենք էլ սուբսիդավոր ենք, դոնենք այդ կուպեից տնենք, մարդկանց նորմալ տոմս հետ կարենանք առաջապ 200-ից 500 դոլարի սահմանաչափում, այդ վճարեն։ Իսկ նրանց կեցության եւ կացության հարցերն այս ընթացքում այս օրերին լուծում է Միացյալ Էմիրությունների կառավարությունը, այո։ Ռասել Քայմայում տեղի կառավարությունն է լուծում հարցերը, Աբու Դաբիում է դիտեն որ անում են, երեք գրեցին որ Դուբայն էլ ատենց, բայց այսօր մենք մի քանի օր խոսեցինք, օքեյ, կապի մեջ է։ Դուբայում չեն հատուցում ոչ մի բան մնալը, որ ուտելը Իսպանիան իմոտ ինֆորմացիան տոնցա։ Ամեն դեպքում մենք ամենջով աջակցենք մարդկանց մոտ չեն։ Դուք պատրաստ եք փաստորեն նորից եթե փոխնախարարը ով ձեզ հետ կապի է եղել նորից շարունակի քննարկումները դուք պատրաստ եք այդ ֆինանսական աջակցությունը ցուցաբերելու որպեսզի օգնեք Պատրաստ եմ ոչ մի խնդիր չեմ տա